Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ներքին փաստաթղթերի արխիվացման ընթացքում հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես պարզաբանում ուղղված Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը։ Փաստաթղթում ի թիվս այլ հանգամանքների նշվել է, որ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալաքյանը կնոջը Սիրանուշ Մոկլոզյանին ձևակերպել է որպես աշխատակից, սակայն վերջինս ըստ ներկայացված տվյալների փաստացի աշխատանքի չի հաճախել, միաժամանակ ստանալով աշխատավարձ։ Նշված տեղեկությունների իսկությունն ու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով բժշկական կենտրոնում նախաձեռնվել են ներքին ուսումնասիրություն, տեղեկացրեց բժշկական կենտրոնի իրավաբան Կրիստինա Խաչատրյանը։ Ուսումնասիրության արդյունքում Սիրանուշ Մոկլոզյանի աշխատանքային պայմանագիրը, աշխատանքային գործ այսպես ասած, բժշկական կենտրոնում չի հայտնաբերվել։ Հայտնաբերվել է հրամանագիրք, որում նշված է Սիրանուշ Մոկլոզյանին աշխատանքի ընդունելու վերաբերյալ որոշակի հրաման, սակայն հրամանը այնպիսի տեղակայում ունի, որ կասկած է հարուցում, քանի որ էջի վերևից է հրամանի տեղակայումը եւ կասկած է հարուցել, որ այն ավելացվել է ավելի ուշ որոշակի հանգամանքներ քողարկելու նպատակով։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալաքյանի գործունեության վերաբերյալ բժշկական կենտրոնը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ըստ վարույթի տվյալների ենթադրյալ խախտումները կրել են համակարգային բնույթ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Տաթևիկ Վարդանյանի խոսքով ըստ նախաքննության տվյալների 2001-2020 թվականների ընթացքում բժշկական կենտրոնում որպես աշխատակից ձևակերպված մի շարք անձինք ըստ վարույթի տվյալների փաստացի չեն կատարել աշխատանքային պարտականությունները։ Ըստ քննիչի այս հանգամանքի վերաբերյալ ցուցմունքներ են տվել նաև նախկին եւ գործող աշխատակիցներ։ Քննության ընթացքում ստացվել է նաև մեկ այլ հաղորդում նմանատիպ ենթադրյալ արարքների վերաբերյալ։ Արդյունքում քննության առարկա են դարձել ընդհանուր առմամբ 5 դրվագներ, որոնց շրջանակում քննվել են պաշտոնյական լիազորությունների չարաշահման եւ յուրացման, այդ թվում առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ հանգամանքներ։ Դեպքի առթիվ իրականացվել է ծավալուն քննություն։ 2001 թվականից Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի աշխատակից է գրանցել իր կնոջը մինչև 2018 թվականը, որի դիմաց վերջինս ստացել է բարձրացություն, սակայն երբևէ աշխատանքի չի ներկայացել եւ իր աշխատանքային լիազորությունները որպես այդպեսին չի իրականացել։ Ինչի արդյունքում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բյուջեից դուրս են գտվել 7 միլիոնից ավելի գումար։ Քննիչի խոսքով բացի այդ, ըստ նախաքննության տվյալների Նիկոլայ Դալաքյանն իր պաշտոնավարման ընթացքում համանման ձևակերպմամբ աշխատանքի ընդունել եւս 4 անձի։ Նրանք ձևակերպվել են բժշկական կենտրոնի տարբեր հաստիքներում, սակայն ըստ վարույթի տվյալների փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Այդուհանդերձ նրանց անվան բյուջեից դուրս են գրվել տարբեր չափերի աշխատավարձեր եւ այլ վճարումներ։ Այն փաստացի աշխատանքի չներկայանալու եւ բյուջեից տարբեր չափերի գումարների դուրս գտմամբ ընդհանուր վնասը եղել է 29,696,000 դրամի չափով։ Քննիչն ընդգծեց, որ ըստ նախաքննության տվյալների աշխատանքի ձևակերպված այդ անձինք տարբեր առումներով փոխկապակցված են եղել Նիկոլայ Դալաքյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ։ Մասնավորապես նրանցից մեկը հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչի կինն է եղել։ Նա ձևակերպված է եղել որպես սանիտար, սակայն ըստ վարույթի նյութերի փաստացի երբևէ աշխատանքի չի ներկայացել։ Ըստ վարույթի տվյալների ենթադրյալ յուրացման սխեմայի իրականացման օժանդակել է նաև հիշյալ բաժանմունքի վարիչը։ Քանի որ վերջինս մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել։ Ընդունվել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշում մահվան հիմքով, որը քրեական դատավարության իմաստով համարվում է ոչ արդարացնող հիմք։ Մնացյալ անձիկ, ովքեր որ օժանդակել են, այդ թվում եւ աշխատակազմի ղեկավարը, ով լիազորված լինելով վերահսկել վերջիններիս գործունեությունը, լրացնել համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրել, ստուգելով վերջինս աշխատանքի ներկանը, օժանդակել է Նիկոլայ Դալաքյանին տեղեկագրերում կեղծ տեղեկություններ ներառելով եւ այդ տեղեկությունները ֆինանսական մաս տրամադրելու հիմքով վերջինս աշխատավարձների դուրս գտմանը։ Այսպիսով կեղծիքի եւ յուրացման վերաբերյալ ընդհանուր 5 դրվագարակներով վարույթը ուղարկվել է դատախազին։ Ըստ քննիչի գործով քննության առարկա են դարձել ընդհանուր 5 դրվագներ, իսկ պետությանը պատճառված ենթադրյալ վնասի ամբողջ գումարը վերականգնվել է։ Ներկայացված մեղադրանքից անմիջապես հետո Նիկոլայ Դալաքյանը ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը նախաքննության փուլում,
ամբողջ 29,696,000 դրամը մուտքագետելով դեպոզիտային հաշվին։ Դա ներառել է եւ 4 աշխատակիցների եւ իր կնոջը փոխանցված աշխատավարձերի ամբողջ ծավալը։ Քննիչի ներկայացմամբ մեղադրանք առաջադրված անձանց մի մասը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուսները, թեև չեն ընդունել մեղադրանքը, ներկայացրել են ցուցմունքներ անդրադառնալով գործի հանգամանքներին։ Մեղադրանքի առաջադրվել ինչպես այն անձանց, ովքեր ըստ քննության տվյալների ձևակերպված են եղել որպես աշխատակիցներ, սակայն փաստացի չեն իրականացրել աշխատանքային պարտականություններ, այնպես էլ այն անձինք, ովքեր ունեցել են պարտականություններ վերահսկելու նրանց աշխատանքի ներկայությունը, ինչպես նաև լիազորություններ համապատասխան փաստաթղթեր կազմելու եւ ստորագրելու։ Ըստ վարույթի տվյալների այդ անձանց վերագրվել է Նիկոլայ Դալաքյանի ենթադրյալ յուրացմանը օժանդակելու հանգամանքը։ Նույն հիմքով մեղադրանք է առաջադրվել նաև Նիկոլայ Դալաքյանի կնոջը Սիրանուշ Մոկլոզյանին, քանի որ ըստ քննության վարկածի նաև օժանդակությունն է ցուցաբերել ենթադրյալ յուրացման իրականացմանը։ Նիկոլայ Դալաքյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2020 թվականը, այնուհետև շարունակել է աշխատել նույն բժշկական կենտրոնում, զբաղեցնելով գլխավոր բժշկի պաշտոնը։ Ըստ բժշկական կենտրոնի ներկայացրած տվյալների, նախկինում տնօրենի եւ գլխավոր բժշկի պաշտոնները համատեղված են եղել մեկ հաստիքում։ Հետագայում հաստիքային փոփոխությունների արդյունքում Նիկոլայ Դալաքյանը զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ավելի ուշ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Զոհրաբյանը, իսկ Նիկոլայ Դալաքյանը գլխավոր բժշկի պաշտոնը։ Հետագայում 2022 թվականին Նիկոլայ Դալաքյանն ազատվել է նաև այդ պաշտոնից։ 2026 թվականի հուլիսի 15-ին քրեական վարույթն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, իրավաբաններ, մասնագիտացված առցանց մեդիա։